Երբ հետաքննողները բացեցին Վազգեն Սարգսյանի անձնական գրասենյակի սեյֆը 1999 թվականի դեկտեմբերի 28-ին, նրանք գտան մի փաթեթ, որը չպետք է գոյություն ունենար։ Ներսում էին վերջին 3 օրերի ձայնագրություններ, որոնք Սպարապետը վերջին անգամ լսել էր հենց այն առավոտյան, երբ մտավ խորհրդարան։ Բայց ամենաշոկայինը այն էր, որ այդ ձայնագրություններից մեկում լսվում էր մոր Գրետա Սարգսյանի ձայնը, ով խոսում էր իր երազի մասին։ Երազի, որը նա տեսել էր հենց 27-ի գիշերը։ Երազի, որտեղ նա տեսել էր մի մարդու դեմքը, մարդու, ով կանգնած էր իր որդու հետում։ Ինչու՞։ Վազգենը պահել էր այդ ձայնագրությունը սեյֆում, իր ամենագաղտնի փաստաթղթերի կողքին։ Ինչու՞։ Նա վերջին անգամ լսել էր այն հենց այն առավոտյան։ Եվ ամենակարևորը, ով էր այն մարդը, որին մայրը տեսել էր իր երազում, եւ ինչու՞։ Սպարապետը չլսեց իր մոր զգուշացումը։ Գրետա Սարգսյանը երբեք չէր սիրել քաղաքականությունը։ Նա ծնվել էր 1925 թվականին Արցախի մի փոքրիկ գյուղում, որտեղ կանայք դեռ հավատում էին երազների լեզվին։ Երբ նրա որդին Վազգենը դարձավ Հայաստանի պաշտպանության նախարար, նա ամեն օր աղոթում էր Սուրբ Աստվածածնին, որ պահպանի իր տղային։ Բայց 1999 թվականի հոկտեմբերի վերջին, երբ Վազգենը նշանակվեց վարչապետ, Գրետան սկսեց տեսնել երազներ։ Ոչ սովորական երազներ, այլ այնպիսիք, որոնք արթնանալուց հետո թողնում էին ծանր զգացում կրծքավանդակում։ Նա տեսնում էր մութ սենյակներ, լսում էր քայլերի ձայներ, զգում էր վտանգի հոտը։ Եվ ամեն անգամ, երբ զանգահարում էր որդուն, նա ասում էր միայն մեկ բան՝ Վազո, զգույշ եղիր։ Մայրիկի սիրտը չի սխալվում։ 27-ի գիշերը Գրետան արթնացավ ժամը 3-ին։ Նա տեսել էր երազ, որը տարբերվում էր բոլոր նախորդներից։ Այս անգամ նա տեսավ խորհրդարանի դահլիճը, այն դահլիճը, որտեղ նրա որդին ամեն օր նստում էր վարչապետի աթոռին։ Բայց այս անգամ դահլիճը լի էր մարդկանցով, որոնց դեմքերը նա չէր ճանաչում։ Եվ հետո նա տեսավ մի մարդու, ով կանգնած էր Վազգենի հետում։ Այդ մարդը բարձրահասակ էր, մութ հագուստով, եւ նրա աչքերում Գրետան տեսավ մի բան, որը սառեցրեց նրա արյունը։ Դատարկություն։ Լիակատար, սառը դատարկություն։ Երբ նա արթնացավ, նրա ձեռքերը դողում էին այնքան ուժգնորեն, որ չկարողացավ անմիջապես բռնել հեռախոսը։ Նա սպասեց մինչ առավոտյան 6-ը եւ հետո զանգահարեց Վազգենին։ Այդ զրույցը տևեց 15 րոպե, եւ Վազգենը ձայնագրեց այն։ Ինչու՞։ Նա երբեք չէր ձայնագրել իր մոր հետ զրույցները։ Բայց այդ առավոտ, երբ լսեց մոր ձայնի դողը, երբ լսեց, թե ինչպես նա նկարագրում էր այն մարդուն, ում տեսել էր երազում, Վազգենը զգաց, որ պետք է պահպանի այդ ձայնագրությունը։ Գրետան նկարագրեց ամեն մանրամասն մարդու հասակը, նրա շարժումները, նույնիսկ այն զգացումը, որ ունեցավ, երբ տեսավ նրա աչքերը։ Վազո, այդ մարդը չի ուզում քեզ բարիք։ Նա ուզում է քեզ վնասել։ Խնդրում եմ, մի գնա այսօր խորհրդարան։ Մնա տանը, գոնե մի օր։ Վազգենը լռեց մի քանի վայրկյան եւ հետո ասաց այն խոսքերը, որոնք Գրետան երբեք չէր մոռանա. «Մայրիկ, ես չեմ կարող։ Այսօր կարոր նիստ ունենք։ Երկիրը սպասում է որոշումների։ Բայց խոստանում եմ, կզգույշ լինեմ»։ Բայց Վազգենը չպատմեց մորը ամբողջ ճշմարտությունը։ Նա չասաց, որ վերջին 3 շաբաթվա ընթացքում ստացել էր 5 անանուն նամակ։ Չասաց, որ իր անվտանգության ծառայության ղեկավարը զգուշացրել էր նրան հնարավոր սպառնալիքի մասին։ Չասաց, որ նույնիսկ նրա ամենամոտ համակիրները խորհուրդ էին տվել հետաձգել որոշ հանդիպումները։ Վազգեն Սարգսյանը ծնվել էր 1959 թվականին Արցախում, եւ նա սովորել էր երբեք չցույց տալ վախը։ Նա հրամանատար էր եղել Արցախյան պատերազմում, տեսել էր մահը հազարավոր անգամ, եւ նա չէր կարող թույլ տալ, որ մի երազ կամ անանուն նամակներ փոխեն նրա ծրագրերը։ Բայց այդ առավոտ, երբ նա կախեց հեռախոսը, նա նստեց իր գրասենյակում եւ վերջին անգամ լսեց մոր ձայնագրությունը։ Եվ հետո մի բան անելով, ինչը երբեք չէր արել, նա վերցրեց այդ ձայնագրությունը եւ դրեց սեյֆում, իր ամենակարևոր փաստաթղթերի կողքին։ Ինչու Սպարապետը, ով ղեկավարել էր ամբողջ բանակ, ով կայացրել էր կյանքի ու մահվան որոշումներ հազարավոր զինվորների համար, այդ առավոտ վախեցավ իր մոր երազից։ Ինչ էր նա իմացել, որ մենք չգիտենք։ Եվ ամենակարևորը, ով էր այն մարդը, որին Գրետա Սարգսյանը տեսավ իր երազում, եւ արդյոք նա իսկապես կանգնած էր Վազգենի հետում այդ օրը խորհրդարանում։ 35 տարի անց, 1999 թվականի դեկտեմբերի 27-ի դեպքերի մասին դեռ շատ բան անհայտ է։
Բայց այսօր, առաջին անգամ 35 տարվա ընթացքում, մի մարդ, ով այդ օրը եղել է խորհրդարանում, ով տեսել է ամեն ինչ սկզբից մինչ վերջ, համաձայնվել է խոսել տեսախցիկի առջ։ Այդ մարդը Արամ Սարգսյանի անձնական պահապանն էր, մարդը, ով կանգնած էր դռան մոտ, երբ ամեն ինչ սկսվեց։ Նրա անունը մենք չենք կարող հրապարակել անվտանգության պատճառներով, բայց այն, ինչ նա պատմում է, կփոխի ամեն ինչ, ինչ դուք կարծում էիք, որ գիտեք այդ օրվա մասին։ Ես տեսա նրան դեռ առավոտյան, սկսում է նա, նստած մութ սենյակում, որտեղ միայն մի փոքր լամպ է լուսավորում նրա դեմքը։ Երբ մենք մտանք խորհրդարան, ժամը 9:10 էր։ Վազգեն Սարգսյանը արդեն այնտեղ էր, նստած իր տեղում, եւ նա խոսում էր Կարեն Դեմիրճյանի հետ։ Բայց ես նկատեցի մի բան, որը տարօրինակ էր։ Վազգենը շատ հաճախ էր նայում դեպի մուտքը։ Ոչ թե սովորական նայվածքով, այլ այնպես, կարծես սպասում էր մեկին։ Կամ վախենում էր, որ մեկը կգա։ Նա դադար է անում, եւ նրա ձեռքերը, որոնք բռնել են սուրճի բաժակը, թեթակի դողում են։ Ես այդ ժամանակ չէի հասկանում, թե ինչու նա այդպես է վարվում։ Բայց հիմա, 35 տարի անց, երբ իմացա Գրետա Սարգսյանի երազի մասին, ես հասկացա։ Նա փնտրում էր այն մարդուն։ Այն մարդուն, որին նրա մայրը տեսել էր երազում։ Բայց ով էր այդ մարդը։ Պահապանը շարունակում է. ժամը 11:20-ին, երբ նիստը սկսվեց, ես տեսա, թե ինչպես մի խումբ մարդիկ մտավ դահլիճ։ Նրանք ներկայացան որպես լրագրողներ, բայց ինչ-որ բան տարօրինակ էր։ Նրանցից մեկը, բարձրահասակ, մութ հագուստով մարդ, կանգնեց հենց Վազգենի հետում։ Եվ ես տեսա, թե ինչպես Վազգենը դարձավ եւ նայեց նրան։ Միայն մի վայրկյան։ Բայց այդ վայրկյանում ես տեսա Վազգենի աչքերում մի բան, ինչ երբեք չէի տեսել։ Ճանաչում։ Ոչ, ավելի վատ։ Հասկացում։ Այո, հենց դա։ Նա հասկացավ, որ այդ մարդը եկել էր։ Այս պահապանը պահպանել է լռությունը 35 տարի։ Նա չի խոսել ոստիկանության հետ, չի տվել ցուցմունք դատարանում, չի պատմել նույնիսկ իր ընտանիքին։ Ինչու՞։ Որովհետև ես վախենում էի, նա ասում է, եւ նրա ձայնը դողում է։ Այդ օրը, երբ ամեն ինչ ավարտվեց, երբ ես տեսա, թե ինչ եղավ, ինձ ասացին մի բան շատ պարզ, եթե խոսես, կլինես հաջորդը։ Եվ ես հավատացի։ Ես տեսա, թե ինչ են կարող անել այդ մարդիկ։ Բայց հիմա ես ծեր եմ, ինձ մոտ չկա ավելի շատ ժամանակ, եւ ես ուզում եմ, որ ճշմարտությունը իմացվի։ Վազգեն Սարգսյանը գիտեր, որ ինչ-որ բան պատահելու է։ Նրա մայրը տեսել էր երազում։ Նա ինքը ստացել էր զգուշացումներ։ Բայց նա չկարողացավ հավատալ, որ դա կարող է իրականանալ խորհրդարանում, բոլորի աչքի առջ։ Այս մարդու պատմածը բացում է մի նոր էջ այդ օրվա պատմության մեջ։ Բայց դա միայն սկիզբն է։ Որովհետև այն, ինչ նա պատմում է հաջորդիկ մասում, ավելի շոկային է։ Նա պատմում է այն մասին, թե ինչ տեղի ունեցավ այն վայրկյաններին, երբ ամեն ինչ սկսվեց։ Նա պատմում է այն մասին, թե ինչպես Վազգենը փորձեց պաշտպանվել, ինչպես նա փնտրեց օգնություն եւ ինչպես նա հասկացավ, որ ոչ ոք չի գալու փրկության։ Բայց ամենակարևորը, նա պատմում է այն մասին, թե ով էր այն մարդը, որին Գրետա Սարգսյանը տեսել էր իր երազում։ Արդյոք դուք պատրաստ եք իմանալ ճշմարտությունը։ Գրետա Սարգսյանը մահացավ 1999 թվականի դեկտեմբերի 30-ին, միայն 3 օր անց իր որդու մահից։ Բժիշկները ասացին, որ դա սրտի կաթված էր, բայց նրան ճանաչողները գիտեին ճշմարտությունը։ Նա մահացավ կոտրված սրտով։ Վերջին 3 օրերի ընթացքում նա չէր խոսել ոչ ոքի հետ, չէր ուտել, չէր քնել։ Նա միայն նստում էր իր սենյակում եւ նայում էր պատին, որտեղ կախված էր Վազգենի լուսանկարը։ Եվ երբ մարդիկ փորձում էին նրա հետ խոսել, նա միայն կրկնում էր մեկ նույն նախադասությունը. ես ասացի նրան։ Ես տեսա երազում։ Ինչու՞։ Նա չլսեց ինձ։ Բայց Գրետայի երազը միակը չէր։ Հետաքննության ժամանակ պարզվեց, որ Վազգեն Սարգսյանը վերջին 3 շաբաթվա ընթացքում ստացել էր 5 անանուն նամակ։ Այդ նամակները գտնվեցին նրա գրասենյակի սեյֆում, նույն տեղում, որտեղ էր մոր ձայնագրությունը։ Առաջին նամակը եկել էր 1999 թվականի նոյեմբերի 2-ին։ Այն գրված էր ձեռքով հայերեն եւ ասում էր միայն մեկ բան. դուք չեք պետք նրանց։ Փրկեք ձեր կյանքը, քանի դեռ ուշ չէ։ Երկրորդ նամակը եկավ 1 շաբաթ անց, դուք չեք լսում։ Նրանք արդեն որոշել են։ Ձեր օրերը հաշված են։ Երրորդ նամակը, նոյեմբերի վերջը։
Նրանք սպասում են ճիշտ պահին։ Չորրորդ նամակը՝ խորհրդարանը։ Այնտեղ կլինի։ Եվ վերջին նամակը, որը եկավ 1999 թվականի դեկտեմբերի 25-ին, երկուշաբթի։ Դեկտեմբերի 27։ Դուք դեռ կարող եք չգնալ։ Վազգենը ցույց տվեց այդ նամակները միայն երկու մարդու՝ իր անվտանգության ծառայության ղեկավարին եւ իր եղբորը՝ Արամ Սարգսյանին։ Անվտանգության ծառայության ղեկավարը, ում անունը նույնպես չենք կարող հրապարակել, ասաց Վազգենին, որ այդ նամակները լուրջ սպառնալիք են, եւ խորհուրդ տվեց չգնալ խորհրդարան, մինչ չպարզվի, թե ով է ուղարկում դրանք։ Բայց Վազգենը մերժեց։ Եթե ես վախենամ անանուն նամակներից, նա ասաց, ապա ինչպես կարող եմ ղեկավարել երկիր։ Արամ Սարգսյանը, ով այդ ժամանակ ներքին գործերի նախարար էր, ավելի շատ անհանգստացավ։ Նա պահանջեց, որ Վազգենի անվտանգությունը ուժեղացվի, որ խորհրդարանում լինեն լրացուցիչ պահապաններ, որ ստուգվեն բոլորը, ովքեր մտնում են դահլիճ։ Բայց Վազգենը նորից մերժեց։ Արամ, նա ասաց իր եղբորը, եթե ես սկսեմ վախենալ, նրանք արդեն հաղթել են։ Բայց ինչու՞։ Վազգենը այդքան համոզված էր, որ ոչինչ չի պատահի։ Պատասխանը կարող է լինել նրա անցյալում։ Վազգեն Սարգսյանը ծնվել էր Արցախում, մի ընտանիքում, որտեղ տղամարդիկ սովորեցնում էին երբեք չցույց տալ վախը։ Նրա հայրը Սարգիս Սարգսյանը մասնակցել էր Երկրորդ համաշխարհային պատերազմին, եւ նա միշտ ասում էր իր որդուն, վախը սպանում է ավելի շատ մարդկանց, քան գնդակները։ Վազգենը մեծացավ այդ փիլիսոփայությամբ։ Երբ սկսվեց Արցախյան պատերազմը, նա եղավ մի քանի հազար կամավորների հրամանատարը։ Նա տեսավ մահը ամեն օր, տեսավ, թե ինչպես են իր ընկերները մահանում նրա կողքին, բայց նա երբեք չցույց տվեց վախ։ Եվ հենց այդ անվախությունն էր, որ դարձրեց նրան լեգենդ։ Զինվորները նրան կոչում էին սպարապետ, պաշտպանության հրամանատար, եւ նրանք հավատում էին, որ եթե Վազգենը նրանց հետ է, նրանք անպարտելի են։ Բայց 1999 թվականի աշնանը, երբ Վազգենը դարձավ վարչապետ, նա մտավ մի այլ աշխարհ։ Քաղաքականության աշխարհ, որտեղ թշնամիները չեն կրում համազգեստ, որտեղ վտանգը գալիս է ոչ թե դաշտից, այլ սեփական գրասենյակներից։ Եվ այդ աշխարհում Վազգենի անվախությունը դարձավ նրա թույլ կողմը։ Նա չէր կարող հավատալ, որ մարդիկ, որոնց հետ նա աշխատում էր ամեն օր, որոնց հետ նա նստում էր նույն սեղանի շուրջը, կարող են ուզել նրա մահը։ Նա չէր կարող հավատալ, որ Հայաստանում, երկրում, որը նա պաշտպանել էր իր կյանքով, կարող է տեղի ունենալ այն, ինչ տեղի ունեցավ դեկտեմբերի 27-ին։ Եվ հենց այստեղ է, որ Գրետա Սարգսյանի երազը դառնում է ավելի կարևոր։ Որովհետև մայրերը, ովքեր ծնել են իրենց երեխաներին, ովքեր սնուցել են նրանց իրենց կաթով, ովքեր անցկացրել են անքուն գիշերներ, երբ նրանք հիվանդ էին, ունեն մի զգացում, որը չի կարող բացատրվել գիտությամբ։ Նրանք զգում են, երբ իրենց երեխաները վտանգի մեջ են։ Եվ Գրետան զգաց։ Նա տեսավ երազում այն մարդուն, ով պատրաստվում էր սպանել նրա որդուն։ Նա նկարագրեց այդ մարդուն Վազգենին։ Նա աղաչեց նրան չգնալ խորհրդարան։ Բայց Վազգենը, ով հավատում էր իր անվախությանը, ով հավատում էր, որ նա անպարտելի է, չլսեց իր մորը։ Եվ դա եղավ նրա ամենամեծ սխալը։ Բայց արդյոք Գրետան իսկապես տեսավ սպանողին իր երազում։ Արդյոք այն մարդը, որին նա նկարագրեց, իսկապես եղավ խորհրդարանում այդ օրը։ Եվ եթե այո, ապա ո՞վ էր նա։ Պահապանը, ով խոսեց մեզ հետ, ասում է, որ նա գիտի պատասխանը։ Նա ասում է, որ նա տեսավ այդ մարդուն, նա հիշում է նրա դեմքը, եւ նա պատրաստ է պատմել մեզ։ Բայց նախքան դա, մենք պետք է հասկանանք, թե ինչու այդ մարդը ուզում էր սպանել Վազգեն Սարգսյանին։ Ինչ էր այնքան վտանգավոր սպարապետի քաղաքականության մեջ, որ մեկը որոշեց, որ նա պետք է մեռնի։ Եվ ով էր այդ մեկը, այն մարդը կամ խումբը, ով տվեց հրամանը։ Մինչ վերջին պահը ես հավատացի, որ մենք կփրկվենք, ասում է նախկին սպան, ով ծառայել է Վազգեն Սարգսյանի անձնական պահապանության մեջ, եւ նրա ձեռքերը դեռ դողում են 35 տարի անց։ Այսօր, առաջին անգամ 3.5 տասնամյակի ընթացքում, 3 նախկին անվտանգության ծառայության անդամներ, ովքեր եղել են սպարապետի ներքին շրջանակում, համաձայնվել են խոսել տեսախցիկի առջ։ Նրանց բացահայտումները կփոխեն ամեն ինչ, ինչ մենք կարծում էինք, որ գիտենք դեկտեմբերի 27-ի մասին։ Վերջին շաբաթների մասին, երբ Վազգենը ստանում էր անանուն նամակներ։ Վերջին օրերի մասին, երբ Գրետա մայրիկը աղաչում էր իր որդուն չգնալ խորհրդարան։ Եվ վերջին ժամերի մասին, երբ սպարապետը հասկացավ, որ ինչ-որ բան սխալ է, բայց արդեն ուշ էր։ Ինչ գիտեին այս մարդիկ, ինչ որ մենք չգիտենք։
Ինչու նրանք պահպանեցին լռությունը 35 տարի։ Եվ ամենակարևորը, ինչ են նրանք պատրաստվում բացահայտել այսօր, ինչը կարող է վտանգել նրանց կյանքը նույնիսկ հիմա։ Առաջին սպան, որին մենք կանվանենք Արման, նստած է մութ սենյակում, որտեղ միայն մի փոքրիկ լամպ է լուսավորում նրա դեմքի կեսը։ Նա 65 տարեկան է, բայց նրա աչքերում տեսնում ես այն տղամարդու հայացքը, ով տեսել է ինչ-որ բան, որը երբեք չի մոռանա։ 1999 թվականի նոյեմբերի սկզբին նա սկսում է, և նրա ձայնը դողում է, Վազգեն Սարգսյանը կանչեց ինձ իր գրասենյակ։ Դա էր առաջին անգամ, երբ նա խոսեց ինձ հետ ոչ թե որպես հրամանատար, այլ որպես մարդ, ով վախենում է։ Նա ցույց տվեց ինձ մի նամակ, առաջին անանուն նամակը։ Եվ նա հարցրեց Արման, դու ինձ հետ ես եղել Արցախում, դու տեսել ես, թե ինչպես ես վարվում վտանգի ժամանակ։ Ասա ինձ ճշմարտությունը, արդյոք ես պետք է վախենամ այս նամակից։ Արմանը դադար է անում, և նրա աչքերը լցվում են արցունքներով։ Ես նրան ասացի, սպարապետ, ամեն անանուն նամակ պետք է լուրջ վերաբերմունք ցուցաբերել։ Բայց նա ժպտաց և ասաց, Արման, եթե ես սկսեմ վախենալ թղթի կտորներից, ապա ինչպես կարող եմ պաշտպանել ամբողջ երկիրը։ Բայց Վազգենը չպատմեց Արմանին ամբողջ ճշմարտությունը։ Նա չասաց, որ նույն օրը, երբ ստացավ առաջին անանուն նամակը, նա ստացավ նաև մի հեռախոսազանգ։ Զանգը եկավ գիշերը, ժամը 2-ին, և զանգահարողը խոսեց ռուսերեն, խորը, մութ ձայնով։ Երկրորդ սպան, որին մենք կանվանենք Գագիկ, էր այն մարդը, ով պատասխանեց այդ զանգին, որովհետև նա պահպանում էր Վազգենի տունը այդ գիշեր։ Ես բարձրացրի հեռախոսը, Գագիկը պատմում է, և նրա ձայնը դեռ լի է անհանգստությամբ, և լսեցի մի մարդու ձայն, ով ասաց, փոխանցեք Սարգսյանին, որ նա ունի երկու ընտրություն։ Կամ նա հեռանում է վարչապետի պաշտոնից մինչև նոյեմբերի վերջը, կամ նա չի տեսնի դեկտեմբերի վերջը։ Գագիկը ասում է, որ նա անմիջապես արթնացրեց Վազգենին և պատմեց զանգի մասին։ Բայց Վազգենի արձագանքը եղավ ինչ-որ բան, որը Գագիկը երբեք չէր սպասում։ Սպարապետը նստեց իր մահճակալի եզրին, լռեց մի քանի վայրկյան, և հետո ասաց, Գագիկ, գրիր այդ զանգի ամսաթիվը և ժամը։ Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, այդ տեղեկությունը կարող է օգտակար լինել։ Երրորդ սպան, որին մենք կանվանենք Սերյոժա, էր այն մարդը, ով ուղեկցում էր Վազգենին ամենուր, խորհրդարան, հանդիպումներ, նույնիսկ անձնական այցեր։ Նա ասում է, որ նոյեմբերի երկրորդ կեսից սկսած Վազգենի վարքագիծը փոխվեց։ Նա դարձավ ավելի լուռ, Սերյոժան պատմում է։ Նա սկսեց ավելի հաճախ նայել իր հետևում, ստուգել, թե ով է նրա մոտ։ Մի անգամ, երբ մենք գնում էինք խորհրդարան, նա հանկարծ կանգնեցրեց մեքենան և ասաց, Սերյոժա, նայիր հետևից։ Այն սև մեքենան մեզ հետևում է։ Սերյոժան ասում է, որ նա ստուգեց, և իսկապես, մի սև Վոլգա մեքենա հետևում էր նրանց վերջին 3 օրվա ընթացքում։ Բայց երբ նրանք փորձեցին պարզել, թե ով է այդ մեքենայի մեջ, մեքենան անհետացավ։ Վազգենը ինձ ասաց, Սերյոժա, մի պատմիր սա ոչ ոքի։ Ես չուզում եմ, որ մարդիկ մտածեն, թե ես պարանոիկ եմ դարձել։ Բայց Վազգենը պարանոիկ չէր։ Նա պարզապես սկսում էր հասկանալ, որ ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան պլանավորում է նրա դեմ։ Եվ այդ հասկացումը դարձավ ավելի ուժեղ, երբ նա ստացավ 4-րդ անանուն նամակը, այն նամակը, որը ասում էր խորհրդարանը այնտեղ կլինի։ Արմանը պատմում է, որ երբ Վազգենը ստացավ այդ նամակը, նա կանչեց իր ամբողջ անվտանգության թիմին և ասաց, ես գիտեմ, որ դուք մտածում եք, թե ես անտեսում եմ այս նամակները։ Բայց ես չեմ անտեսում։ Ես պարզապես չեմ ուզում ցույց տալ, որ վախենում եմ։ Բայց հիմա ես ուզում եմ, որ դուք ուշադիր լինեք։ Ստուգեք բոլորին, ով մտնում է խորհրդարան։ Ստուգեք նրանց փաստաթղթերը, նրանց պայուսակները, ամեն ինչ։ Եվ եթե տեսնեք ինչ-որ մեկին, ով թվում է կասկածելի, անմիջապես տեղեկացրեք ինձ։ Բայց ինչու՞։ Վազգենը չդադարեցրեց իր այցերը խորհրդարան։ Ինչու՞։ Նա չխնդրեց հետաձգել նիստերը, մինչև պարզվի, թե ով է ուղարկում այդ նամակները։ Պատասխանը կայանում է նրա բնավորության մեջ, բայց նաև քաղաքական իրավիճակի մեջ։ 1999 թվականի աշունը Հայաստանը գտնվում էր խորը տնտեսական ճգնաժամի մեջ։ Մարդիկ չունեին աշխատանք, չունեին հաց, չունեին ապագայի հույս։ Եվ Վազգենը, որպես վարչապետ, խոստացել էր, որ կփոխի այդ իրավիճակը։ Նա պլանավորում էր մի շարք բարեփոխումներ, որոնք պետք է քննարկվեին խորհրդարանում դեկտեմբերի վերջին։ Եթե նա չներկայանար այդ նիստերին, եթե նա ցույց տար վախ, ապա նրա քաղաքական թշնամիները կօգտագործեին դա նրա դեմ։
Նրանք կասեին, նայեք, ձեր սպարապետը, ով այդքան քաջ էր պատերազմում Արցախում, հիմա վախենում է անանուն նամակներից։ Եվ Վազգենը չէր կարող թույլ տալ դա։ Բայց կար եւ մեկ այլ պատճառ, ավելի խորը, ավելի անձնական։ Վազգեն Սարգսյանը ամբողջ կյանքում պայքարել էր ապացուցելու, որ նա արժանի է սպարապետ կոչմանը։ Նա ուզում էր, որ պատմությունը հիշի իրեն ոչ թե որպես մի մարդ, ով վախեցավ եւ փախավ, այլ որպես մի մարդ, ով մնաց իր տեղում մինչև վերջ։ Եվ հենց այդ ցանկությունը, այդ անվախությունը, այդ հպարտությունը դարձավ նրա մահվան պատճառը։ Արդյոք դա հերոսություն էր, թե հիմարություն։ Արդյոք Վազգենը պետք է լսեր իր մոր զգուշացումը եւ մնար տանը դեկտեմբերի 27-ին։ Թե նա ճիշտ արեց, որ գնաց խորհրդարան, որովհետեւ նա հավատում էր, որ իր պարտքն է լինել այնտեղ, անկախ վտանգից։ Բժիշկները, ովքեր բուժում էին Վազգեն Սարգսյանին, երբեք չեն խոսել հրապարակայնորեն նրա առողջական վիճակի մասին։ Բայց այսօր, առաջին անգամ 35 տարվա ընթացքում, մենք ստացել ենք հասանելիություն բժշկական փաստաթղթերի, որոնք պահվում էին անվտանգության ծառայության գաղտնի արխիվներում։ Այդ փաստաթղթերը բացահայտում են մի գաղտնիք, որը Վազգենը թաքցրել էր հայ ժողովրդից տասնամյակներ շարունակ։ Մի հիվանդություն, որը նա ունեցել է դեռ Արցախյան պատերազմի ժամանակից, բայց որը սկսել է վատանալ 1999 թվականի աշնանը։ Ինչ էր այդ հիվանդությունը։ Ինչպես էր այն ազդում նրա որոշումների վրա վերջին շաբաթներին։ Եվ արդյոք այդ հիվանդությունը կապված էր նրա մահվան հետ, թե դա պարզապես համընկնում էր։ Բժշկական փաստաթղթերը ցույց են տալիս, որ Վազգեն Սարգսյանը տառապում էր ծանր գլխացավերից դեռ 1994 թվականից։ Այդ գլխացավերը սկսվել էին Արցախյան պատերազմի ժամանակ, երբ նա վիրավորվել էր ականի պայթյունից։ Բժիշկները ասել էին, որ դա ժամանակավոր էր, որ գլխացավերը կանցնեն մի քանի ամսից։ Բայց դրանք չանցան։ Ընդհակառակը, դրանք դարձան ավելի հաճախ եւ ավելի ուժեղ։ 1999 թվականի սեպտեմբերին, երբ Վազգենը դարձավ վարչապետ, նրա անձնական բժիշկը, դոկտոր Արթուր Պետրոսյանը, գրեց մի գաղտնի զեկույց, որտեղ նշում էր. «Պացիենտը տառապում է քրոնիկ միգրենից, որը կարող է լինել ուղեղային վնասվածքի հետևանք։ Խորհուրդ է տրվում անցնել լրացուցիչ հետազոտություններ, ներառյալ ուղեղի սկանավորում»։ Բայց Վազգենը մերժեց անցնել այդ հետազոտությունները։ Նա ասաց դոկտոր Պետրոսյանին. «Արթուր, ես չունեմ ժամանակ պառկել հիվանդանոցում եւ անցնել սկանավորումներ։ Տուր ինձ դեղեր, որոնք կթեթևացնեն ցավը, եւ ես կշարունակեմ աշխատել»։ Դոկտոր Պետրոսյանը, ով այսօր ապրում է Երևանում եւ համաձայնվել է խոսել մեզ հետ, ասում է. «Ես նրան ասացի, որ դեղերը միայն ժամանակավորապես կթեթևացնեն ցավը, բայց չեն լուծի հիմնական խնդիրը»։ Բայց Վազգենը շատ կամակոր էր։ Նա ասաց. «Արթուր, ես ունեմ ամբողջ երկիր, որը սպասում է ինձնից որոշումների։ Ես չեմ կարող թույլ տալ, որ գլխացավը կանգնեցնի ինձ»։ Բայց գլխացավերը չէին միակ խնդիրը։ Բժշկական փաստաթղթերը նաև ցույց են տալիս, որ Վազգենը տառապում էր անկնությունից։ Նա քնում էր միայն 3-4 ժամ գիշերը, եւ նույնիսկ այդ քիչ ժամերի ընթացքում նա հաճախ արթնանում էր ծանր երազներից։ Դոկտոր Պետրոսյանը նշում է. 1999 թվականի նոյեմբերին Վազգենը սկսեց ընդունել ուժեղ հանգստացնող դեղեր, որպեսզի կարողանա քնել։ Բայց նույնիսկ այդ դեղերը չէին օգնում։ Նա ինձ ասաց, որ ամեն գիշեր տեսնում է նույն երազը, նա կանգնած է խորհրդարանի դահլիճում, եւ ինչ-որ մեկը մոտենում է նրան հետևից։ Նա փորձում է դառնալ, տեսնել, թե ով է այդ մարդը, բայց չի կարողանում։ Եվ հետո նա արթնանում է, սրտի զարկերը 120 անգամ րոպեում։ Արդյոք այդ երազները կապված էին Գրետա մայրիկի երազի հետ։ Արդյոք Վազգենը եւ նրա մայրը տեսնում էին նույն բանը, մի մարդու, ով պատրաստվում էր սպանել սպարապետին։ Դոկտոր Պետրոսյանը ասում է. «Երբ Վազգենը պատմեց ինձ իր մոր երազի մասին, ես հարցրի նրան. Վազգեն, արդյոք քո երազները նման են քո մոր երազին»։ Նա լռեց մի քանի վայրկյան, եւ հետո ասաց. «Արթուր, ես չգիտեմ։ Բայց ես գիտեմ մի բան, մայրերը երբեք չեն սխալվում, երբ խոսքը վերաբերում է իրենց երեխաներին»։ Բայց եթե Վազգենը հավատում էր իր մոր երազին, ապա ինչու՞ նա չլսեց նրա զգուշացումը։ Ինչու՞։ Նա գնաց խորհրդարան դեկտեմբերի 27-ին, գիտենալով, որ նրա մայրը տեսել էր սպանողին իր երազում։ Պատասխանը կարող է լինել նրա բժշկական վիճակում։ Դոկտոր Պետրոսյանը բացատրում է. «Վազգենը այդ ժամանակ ընդունում էր շատ ուժեղ ցավազրկող եւ հանգստացնող դեղեր։ Այդ դեղերը ազդում էին նրա մտածողության վրա։
Նա դարձել էր ավելի ռիսկային, ավելի անփույթ։ Նա կարծում էր, որ նա անպարտելի է, որ ոչինչ չի կարող պատահել նրան։ Բայց դեղերը միակ գործոնը չէին։ Կար նաև ճնշումը, քաղաքական ճնշումը, հասարակական ճնշումը, անձնական ճնշումը։ Վազգենը զգում էր, որ ամբողջ երկիրը հենվում է նրա ուսերին, եւ նա չէր կարող թույլ տալ, որ մի երազ կամ մի անանուն նամակ փոխի նրա պլանները։ Եվ այստեղ է, որ մենք տեսնում ենք Վազգեն Սարգսյանի ողբերգությունը։ Նա էր մի մարդ, ով ամբողջ կյանքում պայքարել էր իր երկրի համար, ով տեսել էր մահը հազարավոր անգամներ եւ չէր վախեցել։ Բայց հենց այդ անվախությունը, հենց այդ համարձակությունը դարձավ նրա թույլ կողմը։ Նա չէր կարող հավատալ, որ մեկը կարող է սպանել նրան խորհրդարանում, բոլորի աչքի առջև։ Նա չէր կարող հավատալ, որ նրա սեփական երկրում, որը նա պաշտպանել էր իր կյանքով, կարող է տեղի ունենալ այն, ինչ տեղի ունեցավ։ Եվ այդ անհավատությունը, այդ մերժումը ընդունել իրականությունը, արժեցավ նրան կյանքը։ Բայց արդյոք բժիշկները կարող էին փրկել Վազգենին։ Արդյոք եթե նա լսեր դոկտոր Պետրոսյանի խորհուրդը եւ անցներ բուժում, նա կարող էր ավելի լավ որոշումներ կայացնել վերջին շաբաթներին։ Արդյոք նրա հիվանդությունը ազդեց նրա ընտրության վրա, գնալ խորհրդարան այն օրը։ Թե նա այնուամենայնիվ կգնար, անկախ իր առողջական վիճակից, որովհետև դա էր նրա բնավորությունը, նրա պարտքը, նրա ճակատագիրը։ Երբ անվտանգության ծառայության հետաքննողները բացեցին Վազգեն Սարգսյանի անձնական սեյֆը դեկտեմբերի 28-ին, նրանք գտան ինչ-որ բան, որը չպետք է այնտեղ լիներ։ Մի փոքրիկ տետր, գրված Վազգենի ձեռքով, որտեղ նա վերջին 3 շաբաթվա ընթացքում գրանցել էր տարօրինակ դեպքեր։ Դեպքեր, որոնք նա նկատել էր, բայց որոնց մասին չէր պատմել ոչ ոքի։ Այդ տետրում կային 17 գրառում, եւ ամեն մեկը սկսվում էր նույն բառերով. «Այսօր ես տեսա ինչ-որ բան, որը ինձ անհանգստացնում է»։ Ինչ էր տեսել Վազգենը։ Ինչու նա գրում էր այդ գրառումները գաղտնի տետրում, փոխանակ պատմելու իր անվտանգության թիմին։ Եվ ամենակարևորը, արդյոք այդ 17 դեպքերը կապված էին միմյանց հետ, թե՞ դրանք պարզապես պատահական համընկնումներ էին։ Առաջին գրառումը թվագրված է 1999 թվականի նոյեմբերի 2-ով, «Այսօր ես տեսա ինչ-որ բան, որը ինձ անհանգստացնում է»։ Երբ ես մտա խորհրդարան, ես նկատեցի մի մարդու, ով կանգնած էր դռան մոտ։ Նա հագած էր սև կոստյում, եւ նա նայում էր ինձ այնպես, կարծես ինչ-որ բան գիտեր, որը ես չգիտեմ։ Երբ ես փորձեցի մոտենալ նրան, նա անհետացավ։ Ես հարցրի պահապաններին, թե ով էր այդ մարդը, բայց ոչ ոք չէր տեսել նրան։ Երկրորդ գրառումը, նոյեմբերի 5-ով, այսօր նույն մարդը նորից էր խորհրդարանում։ Այս անգամ նա նստած էր լրագրողների շարքում։ Բայց երբ ես նայեցի նրան, նա չէր գրում, չէր լուսանկարում։ Նա միայն նայում էր ինձ։ Ես զգացի անհանգստություն, բայց ասացի ինձ, որ ես չափազանցնում եմ։ Երրորդ գրառումը, նոյեմբերի 8-ով, այսօր ես տեսա այդ մարդուն երրորդ անգամ։ Նա կանգնած էր խորհրդարանի շենքի դիմաց, եւ երբ ես անցա նրա կողքով, նա ժպտաց։ Ոչ բարեկամական ժպիտ, այլ ինչ-որ այլ բան։ Ինչ-որ բան, որը ինձ սառեցրեց։ Ես որոշեցի պատմել Արամին այս մասին։ Բայց Վազգենը երբեք չպատմեց Արամ Սարգսյանին այդ մարդու մասին։ Ինչու՞։ Հաջորդ գրառումը բացատրում է նոյեմբերի 10-ը։ Ես որոշեցի չպատմել Արամին այդ մարդու մասին, որովհետև ես չունեմ ապացույց։ Ես չգիտեմ նրա անունը, չգիտեմ, թե ով է նա։ Եթե ես սկսեմ պատմել անծանոթ մարդկանց մասին, ովքեր նայում են ինձ, ապա բոլորը կմտածեն, որ ես պարանոիկ եմ դարձել։ Բայց Վազգենը շարունակեց գրել այդ տետրում։ Նոյեմբերի 12-ին նա գրեց. «Այսօր ես տեսա այդ մարդուն 4-րդ անգամ»։ Այս անգամ նա խոսում էր խորհրդարանի մի պատգամավորի հետ։ Ես չկարողացա լսել, թե ինչ էին նրանք խոսում, բայց ես տեսա, թե ինչպես այդ պատգամավորը տվեց նրան մի ծրար։ Ինչ էր այդ ծրարում։ Փող, թե ինչ-որ այլ բան։ Նոյեմբերի 15-ին, այսօր ես փորձեցի պարզել, թե ով է այդ մարդը։ Ես հարցրի իմ անվտանգության թիմին, որ ստուգեն բոլոր լրագրողների ցուցակները։ Բայց այդ մարդու անունը չկար ոչ մի ցուցակում։ Ինչպես նա մտնում է խորհրդարան առանց փաստաթղթերի։ Նոյեմբերի 18-ին Վազգենը գրեց ինչ-որ բան, որը փոխում է ամեն ինչ, այսօր ես հասկացա, թե ով է այդ մարդը։ Նա չէ լրագրող, նա չէ պատգամավոր, նա չէ պահապան։ Նա է ինչ-որ մեկը, ում ուղարկել են հետևել ինձ։ Բայց ով է ուղարկել նրան։
Եվ ինչու նա այդքան բացահայտ է։ Կարծես նա ուզում է, որ ես նկատեմ նրան։ Կարծես նա ուզում է, որ ես վախենամ։ Նոյեմբերի 22-ին այսօր ես տեսա այդ մարդուն 6-րդ անգամ։ Այս անգամ նա կանգնած էր հենց իմ գրասենյակի դռան մոտ։ Երբ ես հարցրի նրան, թե ինչ է անում այնտեղ, նա ասաց, ես սպասում եմ մեկին։ Ես հարցրի, ում։ Նա ժպտաց և ասաց, դուք շուտով կիմանաք։ Նոյեմբերի 25-ին Վազգենը գրեց իր ամենաերկար գրառումը, այսօր ես խոսեցի այդ մարդու հետ։ Ես հարցրի նրան, ով ես դու, և ինչու ես հետևում ինձ։ Նա ասաց, ես եմ մի մարդ, ով ուզում է օգնել քեզ։ Ես ասացի, ինչպես կարող ես օգնել ինձ։ Նա ասաց, ես կարող եմ զգուշացնել քեզ։ Ես հարցրի, ինչ մասին զգուշացնել։ Նա ասաց, դեկտեմբերի 27-ը։ Մի գնա խորհրդարան այդ օրը։ Ես հարցրի, ինչու։ Նա ասաց, որովհետև այդ օրը քո պատմությունը կավարտվի։ Եվ հետո նա հեռացավ։ Վազգենը չպատմեց այդ զրույցի մասին ոչ ոքի։ Նա միայն գրեց այն իր գաղտնի տետրում։ Ինչու։ Ինչու։ Նա չտեղեկացրեց իր անվտանգության թիմին, իր եղբորը, իր մորը։ Վերջին գրառումը, թվագրված դեկտեմբերի 26-ով, մեկ օր առաջ այն օրվա, տալիս է պատասխանը, վաղը ես գնալու եմ խորհրդարան։ Ես գիտեմ, որ այդ մարդը զգուշացրեց ինձ։ Ես գիտեմ, որ իմ մայրը տեսավ երազ։ Ես գիտեմ, որ ես ստացել եմ 5 անանուն նամակ։ Բայց ես չեմ կարող փախչել։ Ես չեմ կարող թաքնվել։ Եթե ես այդպես անեմ, ապա ես այլևս չեմ լինի սպարապետ։ Ես կլինեմ պարզապես մի մարդ, ով վախեցավ։ Եվ ես նախընտրում եմ մեռնել սպարապետ, քան ապրել որպես վախկոտ։ Այդ տետրը հիմա պահվում է Հայաստանի ազգային արխիվում, գաղտնի բաժնում, որտեղ հասանելիություն ունեն միայն հատուկ թույլտվություն ունեցող մարդիկ։ Բայց մենք ստացել ենք թույլտվություն տեսնել այդ տետրը, կարդալ Վազգենի ձեռագիրը, զգալ այն անհանգստությունը, որը նա զգում էր վերջին շաբաթներին։ Եվ երբ կարդում ես այդ տողերը, երբ տեսնում ես, թե ինչպես Վազգենը փորձում էր հասկանալ, թե ինչ է պատահելու, երբ տեսնում ես, թե ինչպես նա պայքարում էր իր վախի և իր պարտքի միջև, դու հասկանում ես, որ դեկտեմբերի 27-ը չէր պատահական օր։ Դա էր օր, որը նախապատրաստվել էր շաբաթներ շարունակ, օր, որը Վազգենը տեսավ գալիս, բայց որի դեմ նա չկարողացավ պաշտպանվել։ Բայց ով էր այն մարդը, ով զգուշացրեց Վազգենին։ Արդյոք նա իսկապես ուզում էր օգնել սպարապետին, թե՞ նա էր մաս այն պլանի, որը պատրաստվում էր։ Եվ ամենակարևորը, արդյոք այդ մարդը եղավ խորհրդարանում դեկտեմբերի 27-ին։ Արդյոք նա էր այն մարդը, որին Գրետա Սարգսյանը տեսավ իր երազում։ Արդյոք դուք պատրաստ եք իմանալ ճշմարտությունը։ Պատկերացրեք, որ դուք եք այն 12 մարդկանցից մեկը, ովքեր գիտեին ամեն ինչ Վազգեն Սարգսյանի մասին, ամեն բժշկական գաղտնիք, ամեն փախուստի պլան, ամեն թունել, որը թաքնված էր երանի տակ։ Այժմ պատկերացրեք, որ դուք պետք է ընտրեիք պահպանել ձեր հավատարմությունը, թե փրկել ձեր կյանքը։ Դեկտեմբերի 22-ին 1999 թվականին այդ մարդիկ կատարեցին ընտրություն, որը փոխեց Հայաստանի պատմությունը։ Նրանցից յուրաքանչյուրը գիտեր ինչ-որ բան, որը կարող էր փրկել սպարապետին, բայց ոչ ոք չխոսեց։ Ինչու այդ 12 մարդիկ լռեցին։ Ինչ էին նրանք վախենում։ Եվ ամենակարևորը, արդյոք նրանցից մեկը եղավ այն մարդը, ով վերջապես դավաճանեց Վազգենին, երբ հասկացավ, որ լռությունը նշանակում է մահ։ Այդ 12 մարդկանցից մեկը, որին մենք կանվանենք Հայկ, համաձայնվել է խոսել մեզ հետ այսօր, 35 տարի անց։ Նա նստած է մութ սենյակում, որտեղ միայն մի փոքրիկ լույս է լուսավորում նրա ձեռքերը, ձեռքեր, որոնք դողում են, երբ նա սկսում է պատմել։ Մենք էինք սպարապետի ներքին շրջանակը, նա ասում է, և նրա ձայնը գրեթե շշուկ է։ Մենք գիտեինք ամեն ինչ։ Գիտեինք, որ նա հիվանդ է, որ նա ընդունում է ուժեղ դեղեր, որոնք փոխում են նրա մտածողությունը։ Գիտեինք որ նա ստանում է սպառնալիքներ։ Բայց ամենակարևորը, մենք գիտեինք մի բան, որը Վազգենը չգիտեր։ Մենք գիտեինք, որ նրա ամենամոտ մարդկանցից մեկը արդեն որոշել էր նրան դավաճանել։ Հայկը դադար է անում, և նրա աչքերը լցվում են արցունքներով։ Դեկտեմբերի 18-ին մենք 12-ս հավաքվեցինք գաղտնի հանդիպման։ Այդ հանդիպումը տեղի ունեցավ ոչ թե խորհրդարանում, ոչ թե Վազգենի գրասենյակում, այլ մի հին շենքում, որը մենք օգտագործում էինք հատուկ հանդիպումների համար։ Այնտեղ մեզ ասացին մի բան, որը սառեցրեց մեր արյունը։
Մեզ ասացին, որ Վազգենը պետք է մեռնի։ Ոչ թե որովհետև նա վատ մարդ էր, ոչ թե որովհետև նա սխալ բան էր անում, այլ որովհետև նա դարձել էր խոչընդոտ։ Խոչընդոտ այն մարդկանց համար, ովքեր ուզում էին վերահսկել Հայաստանը։ Եվ մեզ տվեցին ընտրություն, կամ մենք լռում ենք եւ ապրում, կամ մենք խոսում ենք եւ մեռնում։ Բայց ո՞վ էր տվել այդ ընտրությունը։ Հայկը շարունակում է, այդ հանդիպման ժամանակ մեզ հետ խոսեց մի մարդ, ում դեմքը մենք չտեսանք։ Նա կանգնած էր ստվերում, եւ նրա ձայնը խորը էր, սառը, առանց որևէ զգացմունքի։ Նա ասաց. «Դուք գիտեք, թե ինչ է պատահելու դեկտեմբերի 27-ին։ Դուք գիտեք, որ Սարգսյանը չի վերադառնա տուն այդ օրը։ Եվ դուք ունեք երկու ընտրություն։ Կամ դուք լռում եք, եւ ձեր ընտանիքները ապահով են, կամ դուք խոսում եք, եւ ձեր ընտանիքները կհետեն Սարգսյանին»։ Հայկը դադար է անում, եւ նրա ձայնը կոտրվում է։ Մենք ընտրեցինք լռել։ Մենք բոլորս ընտրեցինք լռել։ Եվ այդ ընտրությունը հետապնդում է մեզ ամեն օր, ամեն գիշեր, ամեն վայրկյան։ Բայց արդյոք այդ 12 մարդիկ իսկապես չունեին այլ ընտրություն։ Արդյոք նրանք չէին կարող զգուշացնել Վազգենին, չէին կարող փրկել նրան։ Հայկը ասում է. «Մենք փորձեցինք»։ Դեկտեմբերի 21-ին մեզանից երկուսը գնացին Վազգենի մոտ եւ ասացին. «Սպարապետ, մի գնա խորհրդարան մի քանի օր։ Ասա, որ հիվանդ ես, որ քեզ անհրաժեշտ է հանգիստ»։ Բայց Վազգենը մերժեց։ Նա ասաց. «Եթե ես սկսեմ թաքնվել, ապա ես արդեն պարտվել եմ»։ Եվ մենք չկարողացանք նրան համոզել։ Որովհետև Վազգենը չէր հավատում, որ մեկը կարող է սպանել նրան խորհրդարանում։ Նա մտածում էր, որ եթե նույնիսկ ինչ-որ մեկը ուզում է նրան սպանել, այդ մարդը կսպասի, մինչ նա լինի մենակ, մինչ նա լինի անպաշտպան։ Բայց ոչ խորհրդարանում, ոչ բոլորի աչքի առջ։ Եվ հենց այստեղ է, որ մենք հասկանում ենք Վազգեն Սարգսյանի ողբերգական սխալը։ Նա չէր կարող պատկերացնել, որ նրա թշնամիները այդքան համարձակ կլինեն, այդքան անխղճալի, այդքան անմարդկային։ Նա մտածում էր, որ նույնիսկ նրա ամենամեծ թշնամիները ունեն որոշակի սահմաններ, որոշակի կանոններ։ Բայց նա սխալվեց։ Եվ այդ սխալը արժեցավ նրան կյանքը։ Բայց արդյոք այդ 12 մարդիկ կարող էին ավելին անել։ Արդյոք նրանք կարող էին կանխել այն, ինչ տեղի ունեցավ։ Հայկը ասում է. «Մենք կարող էինք։ Եթե մենք բոլորս միասին գնայինք Վազգենի մոտ եւ ասեինք ճշմարտությունը, եթե մենք նրան ասեինք, որ մենք գիտենք, թե ինչ է պատահելու, ապա գուցե նա հավատար։ Բայց մենք վախեցանք։ Մենք վախեցանք մեր ընտանիքների համար, մեր երեխաների համար, մեր ապագայի համար։ Եվ այդ վախը դարձավ մեր դավաճանություն։ Բայց ո՞վ էր այն մարդը, ով սպառնում էր այդ 12 մարդկանց ընտանիքներին։ Ո՞վ էր այն մարդը, ով ուներ այնքան իշխանություն, որ կարողանար վախեցնել սպարապետի ամենամոտ մարդկանց։ Հայկը ասում է. «Մենք երբեք չտեսանք նրա դեմքը։ Բայց մենք գիտեինք, որ նա չէր մենակ»։ Նա ներկայացնում էր մի խումբ, մի կազմակերպություն, որը ուներ կապեր ամենուր, անվտանգության ծառայությունում, բանակում, խորհրդարանում, նույնիսկ Վազգենի սեփական գրասենյակում։ Եվ այդ կազմակերպությունը որոշել էր, որ Վազգենը պետք է անհետանա։ Ոչ թե աքսորվի, ոչ թե բանտարկվի, այլ անհետանա։ Եվ մենք գիտեինք, որ եթե մենք փորձենք դիմադրել, մենք կլինենք հաջորդները։ Արդյոք այդ գաղտնի կազմակերպությունը դեռ գոյություն ունի։ Արդյոք այն մարդիկը, ովքեր պլանավորեցին Վազգենի մահը, դեռ ապրում են Հայաստանում, դեռ ունեն իշխանություն, դեռ վերահսկում են որոշումները։ Հայկը լռում է երկար վայրկյաններ, եւ հետո ասում է. «Ես չեմ կարող պատասխանել այդ հարցին։ Բայց ես կարող եմ ասել մի բան. 35 տարի անց մենք դեռ վախենում ենք։ Մենք դեռ չենք կարող խոսել բարձր ձայնով։ Մենք դեռ նայում ենք մեր հետից, երբ քայլում ենք փողոցում։ Եվ դա ասում է ամեն ինչ»։ Երբ անվտանգության ծառայության հետաքննողները փորձեցին վերականգնել դեկտեմբերի 27-ի դեպքերը, նրանք բախվեցին մի խնդրի, որը երբեք չէին սպասում։ Փաստաթղթերը անհետացել էին։ Ոչ թե կորել, ոչ թե ոչնչացվել պատահականորեն, այլ համակարգված կերպով ջնջվել։ Ամեն փաստաթուղթ, որը վերաբերում էր այդ օրվան, անվտանգության զեկույցները, տեսախցիկների ձայնագրությունները, նույնիսկ այցելուների ցուցակները, բոլորը անհետացել էին մի գիշերվա ընթացքում։ Ո՞վ էր ունեցել հասանելիություն այդ փաստաթղթերին։ Ո՞վ էր ունեցել իշխանությունը դրանք ոչնչացնելու։ Եվ ամենակարևորը, ինչ էր թաքցված այդ փաստաթղթերում, որ մեկը որոշեց, որ դրանք երբեք չպետք է տեսնեն լույսը։
Նախկին արխիվապահ, որին մենք կանվանենք Լուսինե, այսօր խոսում է առաջին անգամ այդ գիշերվա մասին։ Նա նստած է իր փոքրիկ բնակարանում երանում և նրա ձեռքերը դողում են, երբ նա բացում է մի հին տուփ, որտեղ պահպանել է մի փաստաթուղթ, միակ փաստաթուղթը, որը նա կարողացավ փրկել այդ գիշերը։ Դեկտեմբերի 28-ին, ժամը 2-ին գիշերը, նա սկսում է, և նրա ձայնը դողում է, ինձ զանգահարեցին և ասացին, որ ես պետք է անմիջապես գամ արխիվ։ Երբ ես հասա, այնտեղ արդեն կային 5 մարդիկ, որոնց ես չէի ճանաչում։ Նրանք հագած էին համազգեստներ, առանց որենշանների, և նրանք սկսեցին հավաքել բոլոր փաստաթղթերը, որոնք վերաբերում էին դեկտեմբերի 27-ին։ Լուսինեն ասում է, որ նա փորձեց դիմադրել, փորձեց ասել, որ այդ փաստաթղթերը պետական սեփականություն են, որ դրանք չեն կարող հեռացվել առանց պաշտոնական հրամանի։ Բայց այդ մարդիկը չլսեցին նրան։ Նրանցից մեկը մոտեցավ ինձ, Լուսինեն շարունակում է, և ասաց շատ հանգիստ, շատ սառը ձայնով, տիկին, դուք ունեք երկու ընտրություն։ Կամ դուք լռում եք և մոռանում այս գիշերը, կամ դուք խոսում եք, և ձեր դուստրը, որը սովորում է համալսարանում, չի ավարտի իր ուսումը։ Լուսինեն ասում է, որ այդ պահին նա հասկացավ, որ նա չունի ընտրություն։ Նա լռեց և թույլ տվեց, որ այդ մարդիկը վերցնեն փաստաթղթերը։ Բայց Լուսինեն կարողացավ փրկել մեկ փաստաթուղթ։ Երբ այդ մարդիկը հեռացան, երբ նա մնաց մենակ արխիվում, նա տեսավ, որ մի փաստաթուղթ ընկել էր գետնին։ Այդ փաստաթուղթը եղավ ցուցակ բոլոր այն մարդկանց, ովքեր մտել էին խորհրդարան դեկտեմբերի 27-ին։ Ես վերցրի այդ ցուցակը, Լուսինեն ասում է, և թաքցրի այն իմ պայուսակում։ Ես գիտեի, որ դա վտանգավոր է, բայց ես նա գիտեի, որ այդ ցուցակը կարող է մի օր ապացուցել ճշմարտությունը։ Լուսինեն բացում է այդ հին փաստաթուղթը, և մենք տեսնում ենք ցուցակ, 57 անուն, 57 մարդ, ովքեր եղել են խորհրդարանում այդ օրը։ Բայց այդ ցուցակում կա մի անուն, որը չպետք է այնտեղ լիներ։ Մի անուն, որը չի հայտնվում ոչ մի պաշտոնական զեկույցում, ոչ մի լրագրողական հոդվածում, ոչ մի պատմական գրքում։ Լուսինեն ցույց է տալիս այդ անունը, նայեք այստեղ, նա ասում է, և նրա մատը դողում է, երբ նա ցույց է տալիս մի տող։ Այս մարդը մտավ խորհրդարան ժամը 10:25-ին, հենց նախքան նիստի սկիզբը։ Նա ներկայացավ որպես լրագրող, բայց նրա անունը չկա լրագրողների պաշտոնական ցուցակում։ Եվ ավելի տարօրինակ է այն, որ նա հեռացավ խորհրդարանից ժամը 11:10, հենց նախքան ամեն ինչ սկսվեց։ Ո՞վ էր այդ մարդը։ Ինչու։ Նա մտավ խորհրդարան այդ օրը։ Եվ ինչու։ Նա հեռացավ հենց նախքան ողբերգությունը։ Լուսինեն ասում է, ես 35 տարի փորձել եմ պարզել, թե ով է այդ մարդը։ Ես փնտրել եմ նրա անունը բոլոր տեղերում, հեռախոսագրքերում, ընտրողների ցուցակներում, նույնիսկ գերեզմանատների գրանցամատյաններում։ Բայց այդ անունը չգոյություն ունի։ Կարծես այդ մարդը երբեք չի ապրել։ Կամ կարծես մեկը ջնջել է նրա գոյության բոլոր հետքերը։ Բայց Լուսինեն չդադարեց փնտրել։ Նա շարունակեց հետաքննել, շարունակեց հարցնել, շարունակեց փորել։ Եվ 1999 թվականի դեկտեմբերի վերջին նա գտավ ինչ-որ բան։ Ես խոսեցի մի նախկին անվտանգության ծառայության սպայի հետ, Լուսինեն ասում է, ով ինձ ասաց, որ այդ անունը կեղծ է։ Այդ մարդը օգտագործել է կեղծ փաստաթղթեր, կեղծ անձնագիր, կեղծ լրագրողական քարտ, կեղծ ամեն ինչ։ Բայց այդ սպան ինձ ասաց նա մի բան ավելին։ Նա ասաց, որ այդ մարդը չէր մենակ։ Նա ասաց, որ այդ օրը խորհրդարանում կային 3 մարդիկ, ովքեր օգտագործում էին կեղծ անուններ։ Եվ այդ 4 մարդիկը բոլորը հեռացան խորհրդարանից հենց նախքան ողբերգությունը։ Արդյոք այդ 4 մարդիկը գիտեին, թե ինչ է պատահելու։ Արդյոք նրանք եղան այնտեղ, որպեսզի համոզվեն, որ ամեն ինչ պատրաստ է, որ պլանը կաշխատի։ Եվ ամենակարևորը, ով էր ուղարկել նրանց։ Ով էր այն մարդը կամ խումբը, որը պլանավորել էր այդ ողբերգությունը այնքան մանրամասն, այնքան ճշգրիտ, այնքան սառնասրտորեն։ Լուսինեն ասում է, ես չգիտեմ պատասխանը։ Բայց ես գիտեմ մի բան, այդ 4 մարդիկը չէին պարզ կատարողներ։ Նրանք էին մասնագետներ, վերապատրաստված, փորձառու սառնարյուն։ Եվ նրանք գործում էին ըստ պլանի, որը պատրաստվել էր շաբաթներ, գուցե ամիսներ շարունակ։ Բայց ինչու։ Այդ փաստաթղթերը ոչնչացվեցին այդքան արագ։ Ինչու։ Մեկը չսպասեց, մինչ հետաքննությունը ավարտվի, մինչ ճշմարտությունը պարզվի։ Պատասխանը պարզ է, որովհետև այդ փաստաթղթերը պարունակում էին ապացույցներ։ Ապացույցներ այն մասին, թե ով էր պլանավորել այդ ողբերգությունը, ով էր տվել հրամանը, ով էր ֆինանսավորել այն։
Եվ այդ ապացույցները պետք է անհետանային, նախքան դրանք կտեսներ ոչ ոք։ Լուսինեն ասում է, այդ գիշերը, երբ այդ մարդիկը վերցրին փաստաթղթերը, նրանք նա վերցրին տեսախցիկների ձայնագրությունները։ Բոլոր ձայնագրությունները, որոնք ցույց էին տալիս, թե ինչ տեղի ունեցավ խորհրդարանում այդ օրը։ Եվ այդ ձայնագրությունները երբեք չեն գտնվել։ Արդյոք այդ ձայնագրությունները դեռ գոյություն ունեն ինչ-որ տեղ։ Արդյոք մեկը դեռ պահպանում է դրանք, սպասելով ճիշտ պահին, որպեսզի բացահայտի ճշմարտությունը։ Լուսինեն ասում է, ես հույս ունեմ, որ այո։ Ես հույս ունեմ, որ մի օր այդ ձայնագրությունները կհայտնվեն, եւ մենք կտեսնենք, թե ինչ իսկապես տեղի ունեցավ այդ օրը։ Բայց մինչ այդ օրը մենք ապրում ենք մութի մեջ, հարցերի մեջ, կասկածների մեջ։ Բայց արդյոք մենք երբեք իմանանք ամբողջ ճշմարտությունը։ Արդյոք այն մարդիկը, ովքեր պլանավորեցին այդ ողբերգությունը, երբեք կպատասխանեն իրենց արարքների համար։ Թե նրանք կշարունակեն ապրել ստվերում, պաշտպանված իրենց իշխանությամբ, իրենց կապերով, իրենց գաղտնիքներով։ Երբ Գրետա Սարգսյանը տեսավ իր երազը 27-ի գիշերը, նա չգիտեր, որ նույն գիշերս երկու մարդ տեսան նման երազներ։ Երկու մարդ, ովքեր նույնպես սիրում էին Վազգենին, ովքեր նույնպես անհանգստանում էին նրա համար, ովքեր նույնպես զգում էին, որ ինչ-որ սարսափելի բան պատահելու է։ Առաջին մարդը եղավ Վազգենի կինը, Ալվարդ Պետրոսյանը, ով այդ գիշերը արթնացավ ժամը 3-ին եւ տեսավ, որ նրա ամուսինը նստած է մահճակալի եզրին, ձեռքերը բռնած գլուխը։ Վազգեն, ինչ է պատահել, Ալվարդը հարցրեց, եւ Վազգենը դարձավ դեպի նրան այնպիսի հայացքով, որը Ալվարդը երբեք չէր տեսել նրա աչքերում։ Վախ, մաքուր, անկեղծ վախ։ Ես տեսա երազ, Վազգենը ասաց, եւ նրա ձայնը դողում էր։ Ես տեսա, որ ես կանգնած եմ խորհրդարանում, եւ հանկարծ ամեն ինչ մութ դարձավ։ Եվ հետո ես լսեցի ձայներ, բազմաթիվ ձայներ, որոնք բղավում էին, որոնք աղաղակում էին։ Եվ ես փորձեցի շարժվել, բայց չկարողացա։ Կարծես ինչ-որ մեկը բռնել էր ինձ, պահում էր ինձ այնտեղ։ Ալվարդը նստեց նրա կողքին եւ բռնեց նրա ձեռքը։ Դա միայն երազ էր, նա ասաց։ Դու չափազանց շատ ես մտածում այդ անանուն նամակների մասին։ Դու պետք է հանգստանաս, պետք է քնես։ Բայց Վազգենը շարունակեց նստել այնտեղ, նայելով դատարկության մեջ, եւ Ալվարդը զգաց, որ ինչ-որ բան սխալ է։ Ինչ-որ բան շատ սխալ է։ Երկրորդ մարդը, ով տեսավ երազ այդ գիշերը, եղավ Արամ Սարգսյանը, Վազգենի եղբայրը։ Նա արթնացավ ժամը 4-ին, լողացած քրտինքի մեջ, սիրտը զարկում էր այնքան ուշքնորեն, որ նա կարծեց, թե սրտի կաթված է ստանում։ Նա տեսել էր երազ, որտեղ նա եւ Վազգենը կանգնած էին մի մեծ դահլիճում, եւ հանկարծ դահլիճի բոլոր դռները փակվեցին։ Եվ հետո նա տեսավ, թե ինչպես մարդիկ սկսեցին մտնել դահլիճ, մարդիկ ստիմակներով, մարդիկ, ովքեր բարձրացրին իրենց զենքերը։ Արամը փորձեց վազել դեպի Վազգենը, փորձեց պաշտպանել նրան, բայց նա չկարողացավ շարժվել։ Եվ հետո նա լսեց մի ձայն, որը ասաց. «Ուշ է։ Դուք չեք կարող փրկել նրան»։ Արամը անմիջապես զանգահարեց Վազգենին։ Ժամը 4:15 էր, բայց նա չէր կարող սպասել մինչ առավոտ։ Վազգենը պատասխանեց առաջին զանգից։ Արամ, ինչ է պատահել, նա հարցրեց, եւ Արամը լսեց նրա ձայնում նույն անհանգստությունը, որը զգում էր ինքը։ Վազգեն, ես տեսա երազ, Արամը ասաց։ Երազ քո մասին։ Խնդրում եմ, մի գնա խորհրդարան այսօր։ Մնա տանը, գոնե մի օր։ Բայց Վազգենը լռեց մի քանի վայրկյան, եւ հետո ասաց. Արամ, մայրիկը նույնպես տեսավ երազ։ Ալվարդը ինձ ասաց, որ ես չափազանց շատ եմ մտածում։ Բայց դու գիտես, որ ես չեմ կարող չգնալ։ Այսօր կարոր նիստ ունենք։ Երկիրը սպասում է։ Արամը փորձեց համոզել նրան, փորձեց բացատրել, որ երազները երբեմն ազդանշաններ են, որ մայրերի եւ եղբայրների սրտերը երբեք չեն սխալվում։ Բայց Վազգենը մնաց անսասան։ Արամ, եթե ես սկսեմ վախենալ երազներից, ապա ինչպես կարող եմ ղեկավարել երկիր, նա ասաց։ Ես խոստանում եմ, որ կզգույշ լինեմ։ Ես խոստանում եմ, որ կպահպանեմ իմ անվտանգության թիմին մոտ։ Բայց ես պետք է գնամ։ Եվ այդպես Վազգենը կատարեց իր վերջին, ճակատագրական որոշումը։ Նա ընտրեց իր պարտքը, իր պատասխանատվությունը, իր հպարտությունը, իր կյանքի փոխարեն։ Բայց արդյոք այդ երեք երազները պատահական էին։ Արդյոք Գրետան, Վազգենը եւ Արամը պարզապես տեսան նույն ակնկալիքների արտացոլանքը, նույն վախերի արտահայտությունը։ Թե
Կար ինչ-որ ավելին, ինչ-որ խորը, անբացատրելի կապ, որը միավորում էր այդ երեք մարդկանց, որը զգուշացնում էր նրանց վտանգի մասին։ Հոգեբանները կասեն, որ երազները արտացոլում են մեր ենթագիտակցական վախերը, մեր թաքնված անհանգստությունները։ Բայց նրանք, ովքեր հավատում են ինտուիցիային, ովքեր հավատում են մայրական սրտի ուժին, ովքեր հավատում են, որ ընտանիքի անդամները կապված են անտեսանելի թելերով, կասեն, որ այդ երազները եղան զգուշացում։ Զգուշացում, որը չլսեցին։ Եվ հենց այստեղ է, որ մենք տեսնում ենք այս պատմության ամենաողբերգական մասը։ Երեք մարդ, ովքեր սիրում էին Վազգենին ավելի, քան ցանկացած ուրիշը, տեսան նույն վտանգը, զգացին նույն սարսափը, փորձեցին զգուշացնել նրան։ Բայց Վազգենը, ով ամբողջ կյանքում պայքարել էր ապացուցելու իր ուժը, իր համարձակությունը, իր անվախությունը, չկարողացավ ընդունել, որ երբեմն ուժը նշանակում է լսել, համարձակությունը նշանակում է ընդունել օգնություն, եւ անվախությունը նշանակում է ճանաչել վտանգը։ Նա ընտրեց անտեսել զգուշացումները, անտեսել երազները, անտեսել իր սեփական ինտուիցիան։ Եվ այդ ընտրությունը արժեցավ նրան ամեն ինչ։ Բայց արդյոք մենք կարող ենք մեղադրել Վազգենին այդ ընտրության համար։ Արդյոք մենք կարող ենք ասել, որ նա սխալվեց, երբ ընտրեց իր պարտքը իր անվտանգության փոխարեն։ Թե մենք պետք է հարգենք նրա որոշումը, հասկանանք, որ նա արեց այն, ինչ նա կարծում էր, որ ճիշտ է, նույնիսկ եթե այդ որոշումը արժեցավ նրան կյանքը։ Արդյոք Վազգեն Սարգսյանը եղավ հերոս, ով մնաց իր տեղում մինչ վերջ, թե նա եղավ մի մարդ, ով չկարողացավ տեսնել իրականությունը, մինչ չափազանց ուշ էր։ 35 տարի անց առաջին անգամ այն մարդը, ով պատասխանատու էր Վազգեն Սարգսյանի անձնական անվտանգության համար, համաձայնվել է խոսել տեսախցիկի առջ։ Այն, ինչ նա պատմում է վերջին շաբաթների, վերջին օրերի, վերջին ժամերի մասին, կհիմնովին փոխի այն ամենը, ինչ մենք կարծում էինք, որ գիտենք դեկտեմբերի 27-ի մասին։ Նա պատմում է Վազգենի և Ելենայի անձնական զրույցների մասին, փախուստի պլանների մասին, որոնք երբեք չիրականացան, եւ այն պահի մասին, երբ սպարապետը հասկացավ, որ ամեն ինչ ավարտվել է։ Ո՞վ էր այս մարդը, որը տեսավ ամեն ինչ սկզբից մինչ վերջ։ Ինչ գիտեր նա, որ մենք չգիտենք։ Ինչու նա պահպանեց լռությունը 35 տարի, եւ ինչու նա որոշեց խոսել հենց այսօր, երբ դա կարող է վտանգել նրա կյանքը նույնիսկ հիմա։ Այս մարդը, որին մենք կանվանենք Գորգ, նստած է մութ սենյակում, որտեղ միայն մի փոքրիկ լույս է լուսավորում նրա ձեռքերը, ձեռքեր, որոնք դողում են, երբ նա սկսում է պատմել։ Դեկտեմբերի 26-ին երեկոյան ժամը 8-ին նա սկսում է, եւ նրա ձայնը գրեթե շշուկ է. Վազգեն Սարգսյանը կանչեց ինձ իր տուն։ Ոչ թե գրասենյակ, այլ տուն, այնտեղ, որտեղ նա ապրում էր իր ընտանիքի հետ։ Երբ ես մտա, նա նստած էր իր ուսումնասենյակում, եւ նրա դեմքը այնպիսին էր, որը ես երբեք չէի տեսել։ Ոչ վախ, ոչ բարկություն, այլ ինչ-որ այլ բան։ Հաշտություն։ Կարծես նա արդեն ընդունել էր իր ճակատագիրը։ Գորգը պատմում է, որ Վազգենը այդ երեկո խոսեց նրա հետ ավելի քան 2 ժամ։ Նա պատմեց իր մասին, իր երազների մասին, իր վախերի մասին։ Նա ինձ ասաց, Գորգը շարունակում է, որ նա գիտի, թե ինչ է պատահելու վաղը։ Նա ասաց, Գորգ, ես տեսել եմ երազներ, ստացել եմ զգուշացումներ, լսել եմ իմ մոր աղոթքները։ Բայց ես չեմ կարող փախչել։ Ես չեմ կարող թաքնվել։ Որովհետև եթե ես այդպես անեմ, ապա ամեն ինչ, ինչի համար ես պայքարել եմ, ամեն ինչ, ինչի համար մարդիկ մահացել են Արցախում, կդառնա անիմաստ։ Գորգը դադար է անում, եւ նրա աչքերը լցվում են արցունքներով։ Ես նրան ասացի, սպարապետ, թույլ տվեք ինձ չեղարկել վաղվա նիստը։ Թույլ տվեք ինձ ասել, որ դուք հիվանդ եք, որ ձեզ անհրաժեշտ է հանգիստ։ Բայց նա ժպտաց եւ ասաց, Գորգ, եթե ես չգնամ վաղը, նրանք կգան այստեղ։ Եվ ես նախընտրում եմ, որ դա տեղի ունենա խորհրդարանում, ոչ թե իմ տանը, որտեղ իմ ընտանիքը կարող է տուժել։ Բայց Վազգենը պատմեց Գորգինս մի բան, ինչ-որ բան, որը փոխում է ամբողջ պատմությունը։ Նա ինձ ասաց, Գորգը շարունակում է, եւ նրա ձայնը դողում է, որ նա գիտի, թե ով է պլանավորել այս ամենը։ Նա ասաց, որ դա չէ մի մարդ, այլ մի խումբ։ Խումբ, որը ներառում է մարդկանց, որոնց նա վստահում էր, մարդկանց, որոնց հետ նա աշխատել է տարիներ շարունակ։ Եվ նա ասաց, որ այդ խմբի ղեկավարը մարդ է, ում անունը ես երբեք չէի կարծի լսել այս համատեքստում։ Գորգը դադար է անում, նայում է ուղիղ տեսախցիկին, եւ ասում է, բայց Վազգենը չասաց ինձ այդ անունը։ Նա ասաց, Գորգ, եթե ես քեզ ասեմ այդ անունը, դու կդառնաս հաջորդ թիրախը։ Ես չեմ ուզում, որ դու մեռնես իմ պատճառով։
Դեկտեմբերի 27-ի առավոտյան ժամը 7-ին Գորգը եղավ վերջին մարդը, ով տեսավ Վազգենին նախքան նա հեռանալը դեպի խորհրդարան։ Նա կանգնած էր իր տան դռան մոտ, Գորգը պատմում է, և նա նայում էր դեպի երկինք։ Այդ օրը երկինքը մութ էր, ծանր ամպերով, և թվում էր, կարծես բնությունը նույնպես զգում էր, որ ինչ-որ սարսափելի բան պատահելու է։ Ես մոտեցա նրան և ասացի. «Սպարապետ, դեռ ուշ չէ։ Մենք կարող ենք չգնալ»։ Բայց նա դարձավ դեպի ինձ, դրեց ձեռքը իմ ուսին և ասաց. «Գորգ, խնամիր իմ ընտանիքը։ Խնամիր իմ մայրիկին։ Խոստացիր ինձ»։ Գորգը լռում է, և արցունքները սկսում են հոսել նրա դեմքով։ Այդ պահին ես հասկացա, որ նա գիտեր։ Նա գիտեր, որ չի վերադառնա։ Երբ Վազգենը մտավ խորհրդարան այդ առավոտ, Գորգը կանգնած էր նրա կողքին։ Ես տեսա, թե ինչպես նա նայեց շուրջը, Գորգը պատմում է։ Նա նայեց դահլիճին, նայեց պատգամավորներին, նայեց լրագրողներին։ Եվ հետո նա տեսավ նրան։ Այն մարդուն, որին Գրետա մայրիկը տեսել էր իր երազում։ Այն մարդուն, ով զգուշացրել էր նրան նոյեմբերին։ Այն մարդուն, ով կանգնած էր հենց նրա հետում։ Գորգը դադար է անում, և նրա ձայնը դառնում է ավելի ցածր։ Վազգենը դարձավ դեպի ինձ և ասաց. «Գորգ, հիմա գնա։ Հեռացիր այստեղից»։ Ես հարցրի. «Ինչու»։ Նա ասաց. «Որովհետև այն, ինչ պատահելու է, չպետք է տեսնես դու։ Գնա և հիշիր քո խոստումը»։ Գորգը չուզեց հեռանալ, բայց Վազգենը պնդեց։ Նա ինձ հրամայեց, Գորգը ասում է։ Եվ ես չէի կարող անհնազանդվել իմ հրամանատարին։ Ես հեռացա դահլիճից, բայց մնացի շենքում։ Ես կանգնեցի միջանցքում և սպասեցի։ Եվ հետո, ժամը 11:25-ին, ես լսեցի ձայները։ Կրակոցների ձայները, աղաղակների ձայները, խուճապի ձայները։ Գորգը լռում է երկար վայրկյաններ, և երբ նա շարունակում է, նրա ձայնը գրեթե չի լսվում։ Ես վազեցի դեպի դահլիճ, բայց դռները փակ էին։ Ես լսում էի ներսից ձայները, բայց չէի կարող մտնել։ Եվ հետո, երբ ամեն ինչ լռեց, երբ դռները վերջապես բացվեցին, ես մտա և տեսա։ Նա դադար է անում, և նրա աչքերը փակվում են։ Ես տեսա Վազգենին։ Նա պառկած էր գետնին, և նրա աչքերը բաց էին։ Բայց այդ աչքերում այլս կյանք չկար։ Անվտանգության ծառայության գաղտնի արխիվներում պահվում է մի փաստաթուղթ, որը երբեք չի հրապարակվել։ Այդ փաստաթուղթը կոչվում է «Գործողություն Սպարապետ», մի պլան, որը մշակվել էր դեռ 1999 թվականի հոկտեմբերին, ամբողջ մեկ ամիս առաջ այն օրվա, երբ Վազգենը դարձավ վարչապետ։ Այդ պլանը պարունակում է մանրամասն ցուցումներ այն մասին, թե ինչպես հեռացնել Վազգեն Սարգսյանին իշխանությունից, ոչ թե քաղաքական միջոցներով, ոչ թե իրավական ճանապարհով, այլ ֆիզիկական վերացմամբ։ Ո՞վ էր գրել այդ փաստաթուղթը։ Ո՞վ էր հաստատել այդ պլանը։ Եվ ամենակարևորը, ինչու՞։ Այդ փաստաթուղթը դեռ գոյություն ունի, եթե այն այդքան վտանգավոր է։ Նախկին անվտանգության ծառայության վերլուծաբան, որին մենք կանվանենք Նարինե, այսօր խոսում է առաջին անգամ այդ փաստաթղթի մասին։ Նա նստած է իր փոքրիկ բնակարանում, և նրա ձեռքերը դողում են, երբ նա բացում է մի հին պայուսակ, որտեղ պահպանել է այդ փաստաթղթի պատճենը։ Ես գտա այս փաստաթուղթը դեկտեմբերի 28-ին, նա սկսում է, և նրա ձայնը լի է անհանգստությամբ։ Այն պահվում էր մի հատուկ սեյֆում, որին հասանելիություն ունեին միայն 3 մարդ։ Բայց այդ գիշերը, երբ ամեն ինչ խառնաշփոթ էր, երբ բոլորը փորձում էին հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, ես մտա այդ սենյակ և տեսա, որ սեյֆը բաց է։ Եվ այնտեղ, ամենավերում, եղավ այս փաստաթուղթը։ Նարինեն ցույց է տալիս փաստաթուղթը, 17 էջ, գրված ռուսերեն, մանրամասն նկարագրություններով, քարտեզներով, ժամանակացույցերով։ Առաջին էջում նա ասում է. գրված է «Գործողություն Սպարապետ»։ Նպատակ՝ վերացնել Վազգեն Սարգսյանին իշխանությունից մինչ դեկտեմբերի վերջը։ Մեթոդ՝ ֆիզիկական վերացում հանրային վայրում, որպեսզի ստեղծվի ազգային ցնցում և թույլ տրվի նոր իշխանության հաստատում։ Նարինեն դադար է անում, և նրա աչքերը լցվում են արցունքներով։ Երբ ես կարդացի այս տողերը, ես չէի կարող հավատալ։ Ես մտածեցի, որ դա կեղծ փաստաթուղթ է, որ մեկը փորձում է շփոթեցնել հետաքննությունը։ Բայց հետո ես կարդացի հաջորդ էջերը և հասկացա, որ դա իրական է։ Փաստաթուղթը պարունակում է մանրամասն տեղեկություններ Վազգենի ամենօրյա ռեժիմի մասին, նրա աշխատանքային ժամերը, նրա երթուղիները, նրա անվտանգության միջոցները։
Այնտեղ նկարագրված է, Նարինեն շարունակում է, թե ինչպես Վազգենը ամեն առավոտ ժամը 8-ին հեռանում է տնից, ինչպես նա երթևեկում է խորհրդարան միշտ նույն ճանապարհով, ինչպես նա նստում է միշտ նույն տեղում դահլիճում։ Եվ հետո 6-րդ էջում գրված է ամենաբարենպաստ վայրը, խորհրդարանի դահլիճ։ Ամենաբարենպաստ ժամանակը, նիստի ժամանակ, երբ բոլորը հավաքված են մի տեղում։ Ամենաբարենպաստ օրը, դեկտեմբերի 27-ը, երբ կարևոր նիստ է նախատեսված։ Բայց ամենաշոկայինը փաստաթղթի վերջին էջն է։ Այնտեղ գրված է կատարողների ցուցակ, 4 անուն, 4 մարդ, ովքեր պետք է իրականացնեին այդ պլանը։ Նարինեն ասում է, ես ճանաչեցի այդ անուններից երկուսը։ Նրանք էին մարդիկ, ում ես տեսել էի անվտանգության ծառայությունում, մարդիկ, ում ես կարծում էի, որ հավատարիմ են Վազգենին։ Բայց երկու այլ անուններ ես երբեք չէի լսել։ Եվ երբ ես փորձեցի գտնել այդ մարդկանց, պարզվեց, որ նրանք չգոյություն ունեն։ Կարծես նրանք ուրվականներ էին, մարդիկ, ովքեր ստեղծվել էին միայն այդ գործողության համար։ Նարինեն պատմում է, որ նա փորձեց ցույց տալ այդ փաստաթուղթը իր վերադասներին, բայց նրան ասացին, որ նա պետք է մոռանա այն, որ նա երբեք չի տեսել այդ փաստաթուղթը։ Ինձ ասացին, նա շարունակում է, որ եթե ես խոսեմ այս մասին, ես կկորցնեմ իմ աշխատանքը, իմ կենսաթոշակը, իմ ապագան։ Եվ ավելին, ինձ ասացին, որ եթե ես շարունակեմ հետաքննել, ես կարող եմ կորցնել ավելին, քան աշխատանքը։ Բայց Նարինեն չկարողացավ մոռանալ այդ փաստաթուղթը։ Նա պատճենեց այն, թաքցրեց իր տանը և սպասեց։ Սպասեց 35 տարի, մինչ որոշեց, որ ժամանակն է խոսել։ Ես գիտեմ, որ դա վտանգավոր է, Նարինեն ասում է։ Ես գիտեմ, որ այն մարդիկը, ովքեր պլանավորեցին այս ամենը, դեռ ապրում են, դեռ ունեն իշխանություն։ Բայց ես նա գիտեմ, որ ճշմարտությունը պետք է իմացվի։ Վազգեն Սարգսյանը չպետք է մեռներ։ Նա չպետք է լիներ այնտեղ այդ օրը։ Բայց նա գնաց, որովհետև նա հավատում էր իր պարտքին, իր երկրին, իր ժողովրդին։ Եվ նա վճարեց ամենաբարձր գինը այդ հավատի համար։ Բայց ո՞վ էր պատվիրել այդ փաստաթղթի ստեղծումը։ Ո՞վ էր հաստատել այդ պլանը։ Նարինեն ասում է, փաստաթղթի առաջին էջում, ներքում, կա ստորագրություն։ Ոչ անուն, միայն ստորագրություն։ Բայց ես ճանաչեցի այդ ստորագրությունը։ Ես տեսել էի այն բազմիցս այլ փաստաթղթերի վրա։ Այդ ստորագրությունը պատկանում է մի մարդու, ով այդ ժամանակ զբաղեցնում էր շատ բարձր պաշտոն։ Մի մարդու, ով դեռ ապրում է այսօր, ով դեռ ազդեցիկ է, ով դեռ վերահսկում է շատ բաներ։ Բայց Նարինեն չի ասում այդ անունը։ Ես չեմ կարող, նա ասում է։ Ոչ այսօր, ոչ այստեղ։ Բայց ես կարող եմ ասել մի բան, այդ մարդը չէր մենակ։ Նա գործում էր մի խմբի անունից, մի կազմակերպության, որը ուներ կապեր ամենուր։ Եվ այդ կազմակերպությունը դեռ գոյություն ունի։ Գրետա Սարգսյանի պատմությունը չավարտվեց դեկտեմբերի 30-ին, երբ նրա սիրտը դադարեց զարկել։ Նրա պատմությունը շարունակվեց նրա երազում, այն երազում, որը նա տեսավ 27-ի գիշերը, այն երազում, որը նա պատմեց իր որդուն, այն երազում, որը Վազգենը ձայնագրեց և պահպանեց իր սեյֆում։ Այդ ձայնագրությունը դարձավ վկայություն, դարձավ ապացույց, դարձավ մայրական սրտի ուժի խորհրդանիշ։ Բայց ամենակարևորը, այդ ձայնագրությունը դարձավ հարց, որը դեռ չունի պատասխան։ Արդյոք Գրետան իսկապես տեսավ սպանողին իր երազում։ Արդյոք մայրերի ինտուիցիան կարող է տեսնել ապագան։ Թե դա եղավ պարզապես համընկնում, պատահականություն, որը մենք փորձում ենք բացատրել մեր անկարողությամբ ընդունել, որ երբեմն կյանքը պարզապես անարդար է։ Հոգեբան Անի Գրիգորյանը, ով ուսումնասիրել է մայրերի և երեխաների միջ հոգեբանական կապերը, ասում է, գիտությունը չի կարող բացատրել այն, ինչ Գրետա Սարգսյանը զգաց այդ գիշերը։ Բայց դա չի նշանակում, որ դա իրական չէր։ Կան բազմաթիվ դեպքեր, երբ մայրերը զգացել են, որ իրենց երեխաները վտանգի մեջ են, նույնիսկ երբ նրանք եղել են հազարավոր կիլոմետրեր հեռու։ Կան դեպքեր, երբ մայրերը տեսել են երազներ, որոնք հետո իրականացել են։ Մենք չգիտենք, թե ինչպես է դա աշխատում, բայց մենք գիտենք, որ դա գոյություն ունի։ Բայց Գրետայի երազը միակը չէր։ Վազգենը նույնպես տեսավ երազ այդ գիշերը։ Արամ Սարգսյանը նույնպես տեսավ երազ։ Երեք մարդ, ովքեր կապված էին արյան կապերով, տեսան նույն վտանգը, զգացին նույն սարսափը։ Արդյոք դա պատահականություն է։ Դոկտոր Գրիգորյանը ասում է, երբ մարդիկ, ովքեր շատ մոտ են միմյանց, ապրում են նույն անհանգստությունը, նույն վախը, նրանց ենթագիտակցականը կարող է ստեղծել նման երազներ։
Բայց այն, ինչ տարբերում է Գրետայի երազը, այն է, որ նա տեսավ կոնկրետ մանրամասներ՝ մի մարդու դեմքը, նրա դիրքը, նրա աչքերը։ Եվ այդ մանրամասները համընկնում են այն մարդու հետ, ով իսկապես եղավ խորհրդարանում այդ օրը։ Բայց ո՞վ էր այդ մարդը։ Գորգը, Վազգենի անձնական պահապանը, ասում է, որ նա տեսավ այդ մարդուն։ Լուսինեն, արխիվապահը, ասում է, որ նա գտավ այդ մարդու անունը ցուցակում։ Նարինեն, վերլուծաբանը, ասում է, որ այդ մարդու անունը գրված է գործողություն սպարապետ փաստաթղթում։ Բայց ոչ ոք չի ասում այդ անունը բարձր ձայնով։ Ոչ ոք չի համարձակվում ցույց տալ նրա դեմքը։ Որովհետև այդ մարդը կամ այն մարդիկը, ովքեր կանգնած են նրա հետում, դեռ ունեն իշխանություն։ Դեռ ունեն ազդեցություն։ Դեռ կարող են վնասել նրանց, ովքեր խոսում են։ Եվ հենց այստեղ է, որ մենք տեսնում ենք այս պատմության ամենաողբերգական մասը։ 35 տարի անց մենք դեռ չգիտենք ամբողջ ճշմարտությունը։ Մենք դեռ չգիտենք, թե ով էր պլանավորել այդ ողբերգությունը, ով էր տվել հրամանը, ով էր վճարել դրա համար։ Մենք գիտենք միայն այն, որ Վազգեն Սարգսյանը, մարդը, ով պաշտպանել էր Հայաստանը Արցախյան պատերազմում, մարդը, ով դարձել էր վարչապետ, փրկելու իր երկիրը տնտեսական ճգնաժամից, այդ մարդը մահացավ խորհրդարանում բոլորի աչքի առջ, եւ նրա սպանողները երբեք չպատասխանեցին իրենց արարքների համար։ Դեկտեմբերի 27-ից հետո Հայաստանը փոխվեց։ Երկիրը, որը արդեն տառապում էր տնտեսական ճգնաժամից, էներգետիկ ճգնաժամից, քաղաքական անկայունությունից, հայտնվեց նա հոգեբանական ցնցման մեջ։ Մարդիկ, ովքեր հավատում էին, որ Վազգենը կփրկի երկիրը, կբերի կարգ, կստեղծի ապագա, այդ մարդիկ կորցրին իրենց հույսը։ Նրանք տեսան, որ նույնիսկ ամենաուժեղ մարդը, նույնիսկ սպարապետը, կարող է անհետանալ մի վայրկյանում։ Եվ այդ իմացությունը ստեղծեց վախ, անվստահություն, հուսահատություն։ Կարեն Դեմիրճյանը, ով նույնպես մահացավ այդ օրը, եղել էր խորհրդարանի նախագահ, մարդ, ով ներկայացնում էր հին սերնդին, հին համակարգը։ Նրա մահը խորհրդանշեց մի դարաշրջանի ավարտը։ Լեոնարդ Պետրոսյանը, Յուրի Բախշյանը, Հենրիկ Աբրահամյանը, Ռուբեն Միրոյանը, Միքայել Քոթանյանը, Արմենակ Արմենակյանը, այս մարդիկ բոլորը ներկայացնում էին տարբեր քաղաքական ուժեր, տարբեր սերունդներ, տարբեր տեսլականներ։ Նրանց մահը թողեց դատարկություն, որը երբեք լիովին չլցվեց։ Բայց ամենամեծ կորուստը եղավ ոչ թե քաղաքական, այլ մարդկային։ Ընտանիքներ կորցրին իրենց հայրերին, իրենց ամուսիններին, իրենց եղբայրներին։ Երեխաներ մեծացան առանց իրենց հայրերի։ Մայրեր ապրեցին իրենց կյանքի մնացած օրերը սկի մեջ։ Գրետա Սարգսյանը մահացավ 3 օր անց իր որդուց, կոտրված սրտով, անլսված զգուշացումով, անպատասխան հարցերով։ Ալվարդ Պետրոսյանը, Վազգենի կինը, մնաց առանց ամուսնու, առանց ապագայի, առանց այն կյանքի, որը նրանք պլանավորել էին միասին։ Արամ Սարգսյանը, ով փրկվեց այդ օրը, ապրեց մնացած կյանքը մեղավորության զգացումով։ Ինչու՞։ Նա փրկվեց, երբ նրա եղբայրը մահացավ։ Ինչու՞։ Նա չկարողացավ պաշտպանել Վազգենին, չնայած նա ներքին գործերի նախարար էր։ Այդ հարցերը հետապնդեցին նրան տարիներ շարունակ։ Նա փորձեց գտնել պատասխաններ, փորձեց պարզել ճշմարտությունը, բայց ամեն անգամ, երբ նա մոտենում էր պատասխանին, ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան կանգնեցնում էր նրան։ Այն 12 մարդիկը, ովքեր գիտեին Վազգենի գաղտնիքները, ովքեր լռեցին դեկտեմբերի 22-ին, ապրեցին իրենց կյանքը վախի մեջ։ Նրանցից ոմանք հեռացան Հայաստանից, փորձեցին սկսել նոր կյանք այլ երկրներում։ Ուրիշները մնացին, բայց փոխեցին իրենց անունները, իրենց կենսագրությունները, իրենց անցյալները։ Եվ մի քանիսը, ովքեր չկարողացան ապրել մեղավորության զգացումով, ավարտեցին իրենց պատմությունները ողբերգական կերպով։ Բայց կային նրանք, ովքեր չլռեցին։ Լրագրողներ, ովքեր շարունակեցին հետաքննել, չնայած սպառնալիքներին։ Իրավաբաններ, ովքեր պահանջեցին արդարություն, չնայած ճնշումներին։ Պատմաբաններ, ովքեր փորձեցին վերականգնել ճշմարտությունը, չնայած խոչընդոտներին։ Այդ մարդիկ պահպանեցին հիշողությունը, պահպանեցին հարցերը, պահպանեցին հույսը, որ մի օր ճշմարտությունը կիմացվի։ Եվ այսօր, 35 տարի անց, մենք դեռ փնտրում ենք այդ ճշմարտությունը։ Մենք դեռ հարցնում ենք, ով էր պլանավորել այդ ողբերգությունը։ Ով էր տվել հրամանը։ Ով էր վճարել դրա համար։ Եվ ամենակարևորը, ինչու՞։ Այդ մարդիկը երբեք չպատասխանեցին իրենց արարքների համար։ Արդյոք մենք երբեք իմանանք պատասխանները։ Արդյոք այն փաստաթղթերը, որոնք անհետացան այդ գիշերը, երբեք կգտնվեն։
Արդյոք այն ձայնագրությունները, որոնք ցույց են տալիս ճշմարտությունը, երբեք կհրապարակվեն։ Գուցե ոչ։ Գուցե այդ գաղտնիքները կմնան թաղված հավերժ։ Գուցե այն մարդիկը, ովքեր գիտեն ճշմարտությունը, կտանեն այն իրենց հետ գերեզման։ Բայց մի բան մնում է անփոփոխ՝ հիշողությունը։ Հիշողությունը Վազգեն Սարգսյանի մասին, մարդու, ով սիրեց իր երկիրը ավելի, քան իր կյանքը։ Հիշողությունը Գրետա Սարգսյանի մասին, մոր, ով տեսավ վտանգը, բայց չկարողացավ փրկել իր որդուն։ Հիշողությունը բոլոր այն մարդկանց մասին, ովքեր մահացան այդ օրը, ովքեր չվերադարձան իրենց տուն, ովքեր թողեցին ընտանիքներ, երազներ, չիրականացած պլաններ։ Եվ գուցե, հենց այդ հիշողությունն է, որը կպահպանի ճշմարտությունը կենդանի։ Գուցե, հենց այդ հիշողությունն է, որը մի օր կբերի արդարություն։ Գուցե, հենց այդ հիշողությունն է, որը կխոսի, երբ բոլոր վկաները լռեն, երբ բոլոր փաստաթղթերը ոչնչանան, երբ բոլոր ապացույցները անհետանան։ Որովհետև հիշողությունը անմահ է։ Հիշողությունը անջնջելի է։ Եվ հիշողությունը, վերջապես, ավելի ուժեղ է, քան ցանկացած գաղտնիք, ցանկացած սպառնալիք, ցանկացած իշխանություն։ Հարգելի հեռուստադիտողներ, եթե դուք հետել եք այս ողբերգական պատմությանը մինչ վերջ, գրեք մեկնաբանություններում, թե որ քաղաքից եք։ Մեզ համար կարևոր է իմանալ, թե որտեղ է Վազգեն Սարգսյանը դեռ հիշվում։ Եվ բաժանորդագրվեք ալիքին, որպեսզի չկորցնեք ճշմարտությունը պատմության կուռքերի մասին։